Լոգիստիկ լուծումները վկայում են նրա մասին, որ կա մեծ ներուժ, որը մենք պիտի բացահայտենք, որովհետև Հայաստան-Ղազախստան եւ առևտրային հարաբերությունները եւ նաեւ տրանզիտ պոտենցիալը շատ մեծ է եւ դա պետք է օգտագործվի եւ մեր տնտեսավարողների կողմից եւ նաեւ ղազախական։ Փորձելու ենք խթաններ ապահովել, որպեսզի դա տեղի ունենա։ Դա շատ կարեւոր է։ Եթե կա ալտերնատիվ ուղի, որով հնարավոր է թե երկաթգծով, թե օդային ճանապարհով նոր լոգիստիկ լուծումներ գտնել տնտեսավարողների համար, դա շատ կարևոր է, որովհետև այսօր շատ կարևոր նշանակություն ունի միջազգային առևտրում լոգիստիկ ծախսերը եւ լոգիստիկ հնարավորությունները եւ նաեւ կախված սեզոնայնությունից եւ այլ բազմաթիվ հարցերից։ Եվ Ղազախստանի հետ լոգիստիկ լուծումներ գտնելը շատ մեծ հնարավորություն է տալիս այդ իմաստով։ Քննարկում եք Դե տեսեք, Սորենի ներկրումը ցույց տվեց, որ դա ռեալ լուրջ հնարավորություն է եւ ռեալ լուրջ ալտերնատիվ է։ Մենք շատ դեպքերում փորձագետները փորձում են գնահատել լոգիստիկ արժեքը կամ ապրանքի արժեքը, բայց դա շատ նեղ մոտեցում է։ Այդ հարցին պիտի ավելի լայն նայել, որովհետև երբ որ լինում են ալտերնատիվ տարբերակներ, ալտերնատիվ լոգիստիկ լուծումներ, ալտերնատիվ ապրանքի շուկա, դա բնականաբար ազդում է նաև այսօր եղած շուկաների վրա գնի իմաստով, որովհետև առնվազն ֆունկցիոնալ իմաստով դա զսպում է գների աճը գործող շուկաների համար, թե ապրանքի գծով, թե լոգիստիկ ծախսերի։ Գիտեք, մենք բազմիցս նշել ենք, որ թե TRIP-ը եւ թե խաղաղության խաչմերուկ նախագծերը ունեն շատ լուրջ ռեգիոնալ նշանակություն եւ շատ հստակ տեղավորվում են լոգիստիկ քարտեզի վրա մեծ ռեգիոնալ իմաստով եւ ես կարծում եմ մեծ հաջողություն կլինի, որովհետեւ մենք եթե մենք երբ որ մենք այդ նախագծերը ավարտի հասցնենք, դուք կզգաք, թե ռեգիոնում, տարածաշրջանում ինչ ադապտացումներ են տեղի ունենում լոգիստիկ իմաստով։ Անհնարին է, որ մեծ լոգիստիկ նշանակություն չունենա խաղաղության խաչմերուկը մեծ ռեգիոնալ իմաստով։ Դա ուղղակի անհնարին է, որ նայեք քարտեզի վրա ինքներդ կզգաք։ Այսօր բանակցություններում այս հարցը անդրադառնալ է։ Դե գիտեք, անուղղակի իհարկե, որովհետև այդ լոգիստիկ հարցերը եւ առևտուրը լինելու է առանցքային թեմա եւ բնականաբար այդ իմաստով անդրադարձ կլինի։ Այնուամենայնիվ խաղաղության խաչմերուկի շահառու կլինի նաեւ Ղազախստանը, դա միանշանակ է։